Բարի լույս, երբեմն առավոտյան արթնանալիս երեկվանից կամ մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ բաներ կան, որ մեր խղճմտանքի վրա նստած են։ Տանջում են մեզ, հասկանում ենք, որ մեր սիրտը ծանրացել է և չենք կարողանում ազատվել։ Դիմում ենք հոգևորականին, փորձում ենք խոստովանել, ապաշխարել, բայց ծանրությունը շատ է։ Ինչու սիրելիներ, որովհետև այս կյանքում երևույթներ կան, որ մենք ինքնուրույն չենք կարող հեռացնել մեզանից։ Այս կյանքում դեպքեր և պատահարներ են լինում, որոնք մեր սրտին ծանրանում են, մեր մտքին ծանրանում են։ Եվ յուրաքանչյուր մեկս իսկապես օրվա ընթացքում հիշում ենք, նեղսրտում ենք, անդրադառնում ենք, շատ դեպքերում չարանում ենք, զայրանում ենք, բարկանում և հասկանում ենք, որ չենք կարող ներել, չենք կարող բաց թողնել։ Որպեսզի այդ ամենը լինի, այսօրվա հոգևոր նախաճաշի մեջ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված նամակի 9-րդ գլխում շատ հետաքրքիր մի միտք է արտահայտում։ Որչափ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն։ Կմաքրի ձեր խժմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։ Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումը ստանան։ Կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։ Ահա Պողոս առաքյալի խոսքը, սիրելիներ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս է այդ մաքրողը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է մեր անձերը թեթևացնողը, մեր խղճմտանքը մաքրողը եւ ինչից է մաքրում։ Մեռած գործերից։ Այո, այն ամենը, ինչ մնում է մեր սրտի մեջ, այն ամենը, ինչ պահում է մեր անձերը հիշողությամբ, չարությամբ, զայրույթով, բարկությամբ, մեռած են այլևս, որովհետև եղավ եւ անցավ եւ հետևանքի ձեռքը մենք կարելի ասել կրակն ենք ընկնում։ Կմաքրի Տերը մեր խժմտանքը մեռած գործերից, որովհետև մեռած գործերը մեզ պետք չեն։ Մեզ պետք է կենդանի Աստծո ներկայությունը, որպեսզի անընդհատ գործենք եւ մեր գործն էլ կենդանի լինի դրա մեջ։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշի պատգամն էլ հետեւյալն է։ Եթե չեք կարող ձեր սիրտը թեթևացնել, չեք կարող ձեր միտքը թեթևացնել, ներել մեկին, որ սխալվել է ձեր նկատմամբ, խաբել է ձեզ, կեղծավորություն է արել, որևէ բան է արել, որտեղ դուք հասկանում եք, որ այսինչ անպիտանի մեկը սա դուրս եկավ եւ չարանում եք մարդու դեմ, բաց թողեք։ Թողեք ձեր խժմտանքը, տվեք Տիրոջը, Տեր, մաքրիր, սրբիր ինձ, որովհետև ես ինքս չեմ կարող դա անել։ Մաքրիր, որպեսզի ես կենդանի գործեր անեմ, չմնամ այդ արարքի մեջ, միտքս չմնա այնտեղ եւ հետ մնամ իմ կյանքի լավագույն ժամերից ու օրերից ու պահերից։ Տվեք այսօր ձեր խիղճը, ձեր ներաշխարհը, ձեր միտքը Քրիստոսին։ Ինքն է մաքրողը, այլտեղ մի փնտրեք խաղաղություն։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։